Դժգոհ են ձեր աշխատանքից, որ դուք եռացաք եւ Ինչից վերցեցիք։ Ես հարցնում եմ, չէ՞։ Գնացեք վեդի հարցրեք։ Վաղաժամ պարտականությունները դեր թողեցիք, Վարժկանը դրանով Դա պայմանավորված էր ազգային ժողովի պատգամավորի մանդատը վերցնելու կամ չվերցնելու։ Հա, չտեսեք դուք որ ընտրությանը մասնակցել եք, մարդիկ ձեզ վստահել են, ձայն են տվել, եւ դուք միջև վերջ չեք կատարել։ Տեսեք, ընդամենը մի քանի ամիս էր մնացել եւ վեդիում կրկին ընտրություններ լինելու, իսկ նախորդ երբ որ ես առաջադրվում էի համայնքի ղեկավար, ես ինքս ինձ համար որոշել էի, որ 1 ժամկետից ավել չեմ ղեկավարելու։ ԿՊ-ում այս փոփոխությունները, որ մարզպետը եւս դարձավ պատգամավոր, ձեր դեպքում եւս ինչով է պայմանավորված։ Նաեւ հաստատ աշխատակազմի ղեկավարը կառավարության պատգամավոր դարձավ։ Լավ կլինի հարցերը իրենց ուղղեք։ Ես իմասով կարող եմ պատասխանել եւ պատասխանեցի։ Արդյոք Փաշինյանը դժգոհ է եղել աշխատանքից։ Չեմ կարող ասել։ Դժվար թե, եթե ինչ-որ մեկի աշխատանքից դժգոհ լինեն, դժվար թե ազգային ժողովի պատգամավորի մանդատը նրան փոխանցվի։ Դուք որ չեք ընտրվի, բան Բացարձակ։ Բան գերակցության բացարձակ։ Դուք կարող եք մի օր ժամանակ տրամադրել գնալ վեդի եւ ժողովրդի շրջանում հարցում իրականացնել։ Պարոն Սարգսյան, բա ինչու վեդին թողեցիք տենց համարյա անտեր եկաք ազգային ժողով։ Վեդին դες կարիք Կխնդրեմ նման ձևակերպումներ Դե հիմա դուք այնտեղ չեք, չէ՞, դուք եք վեդի եկել։ Վեդին երբեք անտեր չի եղել, ոչ էլ ինձանից հետո անտեր լինելու։ Վեդին ունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության խմբակցություն այնտեղ ավականու եւ վեդին անտեր չի։ Ինչու թողեցիք վեդին եկաք ձեր արածը։ Ես մի քիչ առաջ պատասխանեցի, նորից ասեք։ Դուք որ ներկա չէիք, հետո գործընկերների ինտերես կվերցնեք։ Դա ձեր որոշումն է եղել, թե ձեզ ասել է, որ հրավիրել։ Այո, իմ որոշումը։ Դուք տեսեք, դուք ձեր ամենակարևոր խոստումը այն կոկորդիլոսապուտանի, այդպես է դուք չկատարեցիք։ Ոչ Արարատի մարզում, ոչ վեդիում։ Հիմա այստեղ որպես օրենսդիր նման Ես ձեզ կոչ եմ անում լրջանալ։ Այսինքն ձեր դուք լրջացնում, դա լուրջ, այսինքն ձեր արածի չանլրջացնենք ամեն ինչ։ Այսինքն ձեր արածը անլուրջ է, որ հիմա հիշեցնում անլուրջ է։ Ես կես կատակ կես լուրջ շփվել եմ լրագրողների հետ, կես կատակ կես լուրջ շփվել եմ մեկ անգամ լրագրողների հետ։ Այլևս չեմ պատրաստվում ձեր հետ կատակով ինչ որ բաներ։ Ես շատ լուրջ եմ հարցնում, դուք շնորհակալ եմ։ Լրջացեք։